Օրհնյալ է ամենասուրբ երրորդությունը, բարձրունքներում Հայրը, Որդին և Սուրբ Հոգին, մեծ գոհություն երեք անձերին և մի Աստվածությանը, անեղին, անփոփոխելիին, անսահմանելիին, ամենակարողին, ամենատեսին, ամենապարգևին, ամենքին ապրեցնողին, անմահին, անբավին, անճառին, պատիվ, երկրպագություն և մշտնջենավոր փառաբանություն երկնավորներից և երկրավորներից, հրեղեններից և հողեղեններից, սերովբեներից և քերովբեներից, հրեշտակներից և հրեշտակապետներից, երրորդությանը և մի Աստվածությանը, որ ճշմարիտ էությամբ համագոյակից ու հավասար են միմյանց խորությամբ, բարձրությամբ, լայնությամբ ու երկարությամբ, որ իր կանխագետ զորությամբ ստեղծեց երկինքն ու երկիրը և հրեշտակների բյուրավոր զորքերը, տարածեց երկինքն առանց հիմքի, խորանման, գմբեթաձև հաստատությամբ և ծածկեց այն առատ ջրերով, հրեղենները գնում են ջրերի միջով և չեն հանգչում, քանզի նրա համար ամեն ինչ հնարավոր է, ծովը շրջապատեց ավազով, հողից ծառեր ու ծաղիկներ բուսեցրեց իրենց սերմերով, երկինքը զարդարեց աստղերով, ճառագայթեցրեց նրանց արեգակն ու լուսինը, պսակեց տարին 4 եղանակով, դրանք սահմանեց անհաշտելի եղանակով, հակառակությամբ և անքննելի սիրով, ստեղծեց ծովային զանազան զեռուններ, բազում գազաններ, կենդանիներ, սողուններ, թևավոր թռչուններ երկրի վրա, ապա այդ ամենից հետո ստեղծեց մարդուն իր ձեռքով ըստ իր պատկերի և կենդանի շունչ փչեց նրա մեջ և մարդը եղավ կենդանի հոգի, ամեն ինչ հնազանդրեցրեց նրա ոտքերի տակ և նրան դրեց կյանքի ու մահվան միջասահմանում, պատվիրելով չճաշակել գիտության ծառի պտղից, և պատվիրանը պահելու դեպքում խոստացավ նրան բնակեցնել վերին Երուսաղեմի վերնահարկում, իսկ բանսարկուն իր չար գործի համար իբրև գործիք գտավոցին և նրա միջոցով խոսեց կնոջ հետ խաբելով, թե աստվածներ կլինեք և ուտել տվեց նրան գիտության ծառից, թողնելով ամոթալից և մերկացնելով լուսեղեն փառքից, իսկ բարերարը քաղցր ձայնով ասում է. «Ո՞ւր ես Ադամ» և իր դրախտ գալով պատկերեց միածին որդու աշխարհ գալը, իր ոտքերի ձայնը նախանշեց Հովհաննես Մկրտչին, բայց Ադամը անզղջությամբ գնաց դեպի մահ և անմեղ Աստծուն համարելով իր կորստյան պատճառը ասաց. «Այդ կինը, որ տվեցիր ինձ, նա ինձ դրդեց հանցանքի, իսկ արդարության դատավորը անիծեց նրանց և նրանց վնասողներին և հանեց դրախտից դուրս, սակայն ողորմությունից չզրկելով ընդունեց Աբելի պատգամը, անմահեցրեց նրանց զավակներից Ենովքին, Նոյին, բազմաթիվ կենդանիների հետ պահեց տապանում, իսկ ամբարիշտ Կայենին իր ծնունդների հետ վերացրեց ջրհեղեղով, օրհնելով 10-րդին Աբրահամին, երդումով խոստացավ նրան, թե պիտի բազմեցնեմ քո զավակներին երկնքի աստղերի պես, բազում նշաններով և կերպերով խոսեց մեր հայրերի հետ, որոնք պես հրաշքներ գործեցին և առաքեց պահապան հրեշտակներին, իսկ երբ ժամանակը հասավ, խոսեց մեզ հետ որդու միջոցով, որ եկավ և մարմնացավ Սուրբ Կույսից, մտավ օրենքի տակ, որպեսզի օրենքի տակ եղողներին ազատի, կատարեց օրենքները, լրացրեց մարգարեների գրվածքները, գործեց հրաշքներ, լուսավորեց կույրերին, բժշկեց անդամալույծներին, հալածեց դևերին, ապա ի լրումն նշանների
Հարություն շնորհեց չորսօրյա թաղյալ Ղազարոսին, նստեց էշի քուրակի վրա, որը հրյաներին և հեթանոսներին կանչելու խորհուրդն ունի, որի համար էլ մանուկները երգում էին. «Ովսաննա օրհնություն Դավթի որդուն»։ Իսկ այսօր գալիս է կամավոր չարչարվելու, հանձն առնելով մատնվել անօրեն աշակերտի կողմից։ Երեկոյան ժամին խոնարհություն սովորեցնելով 12 աշակերտներին նախ լվաց Հուդայի ոտքերը, որը գնաց մինչև քահանայապետի գավիթը և իր մտքում ասում էր. «1000 անգամ էլ մեծարես ինձ, միևնույնն է, չեմ մոռանալու 30 արծաթը»։ Արդ այս ահավոր և սքանչելի տոնին ուրախություն եղավ հրեշտակներին և մարդկանց։ Այսօր վերացվեց Ադամի անեծքը։ Այսօր ազատվեցինք սատանայի ծառայությունից։ Այսօր արարածների արարիչը երևաց երկրի վրա։ Այսօր սերովբեների Աստվածը ծառայի կերպարանք հագավ։ Այսօր քերովբեների համար անտեսանելին խոնարհվում և լվանում է աշակերտների ոտքերը։ Այսօր լույսն իբրև թիկնոց կրողը սրբիչ է կապում։ Այսօր հոր աթոռակիցը հողեղենների հետ է բազմում։ Այսօր Սուրբ Հոգու փառակիցը հանձն է առնում մահվան դատաստանին մատնվել։ Այսօր ամենքին կյանք տվողը մահվան է մատնվում։ Այսօր վեմը ելնելով լցնում է տիեզերքը։ Այսօր բաշխում է իր մարմինն ու արյունը և անօրեն աշակերտին հայտնում խորհուրդը։ Այսօր կապվում է կապվածներին արձակողը, ում երկինքն ու երկիրը անկարող էին տանել։ Այսօր օրհնում է առաքյալներին, կոչելով քահանայության։ Այսօր գտնում է կորած դրամը, այսինքն թագավորական պատկերը։ Այսօր հրեշտակները ուրախացան մոլորված ոչխարի գտնվելու համար։ Այսօր ճշմարտապես հաղորդվեցինք Տիրոջ մարմնին և արյանը։ Այսօր օրհնվեցին քահանայապետերը բոլոր քահանաներով հանդերձ։ Այսօր լուսազարդվեցին թագավորները իրենց ամբողջ զորությամբ և իշխանությամբ Դավթի և նրա զորավարների հետ միասին։ Այսօր օրհնվեցին ծերերն ու մանուկները, երիտասարդներն ու կույրերը կապողի և արձակողի ձեռքով։ Այսօր դրախտն է բացվում մարդկության առջև և բոլոր արարածները ցնծում են անմահ կյանքով։ Այսօր թոթափվեցինք հին տրտմություններից և ամենքս նորոգվեցինք Քրիստոսով։ Այսօր իշխանություն տվեց ոտնակոխ անելու օձերին ու կարիճներին և թշնամու ամբողջ զորությունը։ Այսօր ավազանի միջոցով հավատացյալները լուսազարդվելով մաքրվեցին մեղքերի աղտից։ Արդ թող ձեզ վրա գա Երուսաղեմի մխիթարությունը, որ ասում է. «Մխիթարեցեք, մխիթարեցեք իմ ժողովրդին», ասում է Աստված։ Դուք քահանաներդ խոսեցեք Երուսաղեմի սրտից, մխիթարեցեք ազգին, քանզի լցվեց տառապանքներով, թող ներվեն նրանց մեղքերը, դարձյալ թե նրա սրտի ճանապարհները տեսա և բժշկեցի, և տվեցի նրան մխիթարություն ու մոխրի փոխարեն ուրախության օծումը։ Արդ թող բարեգութն Աստված ուրախացնի ձեզ բոլորիդ և արժանի երկնավոր պարգևներին։ Թող Տեր Աստված օրհնի հայրապետներին և Սուրբ Գրիգորի և մյուս սուրբ հայրապետների հետ կցորդի։ Թող Տեր Աստված օրհնի քահանաներիդ, Մելիսեդեկ քահանայի հետ և Զարդարի անկողոպտելի զարդով, Ահարոնի պատմուճանի նման ըստ Մովսեսի տեսիլքի, հոգով Զարդարի և առաքյալների հետ բնակեցնի նույն խորանում, դարձնի առանց ամոթի մշակներ, որպիսի երբ Հովվապետը երևա,
ընդունենք փառքի անթառամ պսակը։ Թող Տեր Աստված նոշնի կրոնավորներիդ Սուրբ Եղիայի եւ Սուրբ Անտոնի հետ եւ դարձնի ձեզ նրանց ժառանգակիցները։ Թող Տեր Աստված օրհնի ծերերիդ, ինչպես Իսրայելի բանակի ծերերին, ինչպես Սիմեոն ծերունուն, որ Աստվածորդուն իր գիրկն ընդունեց եւ հայցում էր արձակվել խաղաղությամբ։ Թող Տեր Աստված օրհնի երիտասարդներին, ինչպես երանելի Հովսեփին, որ հաճելի եղավ Աստծուն եւ օրհնվեց նրանից։ Թող Տեր Աստված օրհնի կանանց, ինչպես յուղաբեր կանանց, որոնք եկան Փրկչի գերեզմանին եւ լցվեցին Տիրոջ սուրբ հարության ավետիսով։ Թող Տեր Աստված օրհնի ձեր երեխաներին, ինչպես եբրայեցիների երեխաներին, որոնք վերցրին արմավենու ճյուղերը եւ ելան նրան ընթառաջ եւ ասում էին. Ովսանա, օրհնյալը Տիրոջ անունով եկողը։ Թող Տեր Աստված օրհնի բոլորին, մեր Սուրբ եկեղեցու ժողովրդին, տղամարդկանց եւ կանանց, ծերերին եւ մանուկներին, երիտասարդներին ու կույսերին, եւ փրկի ձեզ բոլոր չարիքներից, ամրացնի իր աճի հովանու ներքո, արժանացնի երկնքի արքայությանը եւ իր անմատչելի լույս երեսի տեսությանը։ Թող Տեր Աստված օրհնի այս տունն ու բնակավայրը եւ եկեղեցու հիմքերը, ըստ այն խոսքի, որ ասում է. այսօր այս տանը փրկություն եղավ, ըստ Աբրահամին տրված ավետման, նրա ազգատոհմի եւ ժառանգակիցների հետ։ Թող Տեր Աստված օրհնի այս տան սպասավորներին, լուսարարին, դուռ բացողին եւ անթառամ պսակների արժանացնի։ Թող Տեր Աստված օրհնի այս տան վերակացու մշակներին, սրա եզները, խաշները եւ հոտերը։ Թող Տեր Աստված օրհնի մեր անդաստանները եւ աճեցնի ամեն տեսակ օգտակար բույսեր, հեռու պահի ամեն տեսակ վնասակար բաներից, հրդեհներից, հիվանդություններից, ժանտախտից, կարկուտից, մորեխից, ջորյակից, ցրտահարությունից եւ մարդկանց ու անասունների բոլոր ցավերից ու համաճարակից, հալածի լեգիոնին իր բոլոր զորքերով դեպի անդունդները եւ առաքի խաղաղության հրեշտակին։ Թող Տեր Աստված օրհնի մեր քաղաքի ժամկոչին, քանզի ինչպես հրեշտակապետի ձայնն է հաղթող, զարթնեցնելու ննջեցյալներին մահահանգիստ քնից, այնպես էլ սրա ձայնն է հաղթող, հալածելու լեգիոնին իր բոլոր զորքերով։ Թող Տեր Աստված օրհնի մեր քաղաքի բնակիչներին եւ հալածի բռնակալ թշնամու ամբողջ չար զորությունը։ Թող Տեր Աստված օրհնի միաբան ժողովրդիդ եւ թեթևացնի ձեր մեղքերի բեռը։ Թող Տեր Աստված օրհնի խոստովանողներիդ եւ ապաշխարողներիդ եւ թողնի ձեր հանցանքները, ինչպես պոռնկին ու մաքսավորին, եւ արժանացնի ձեզ սուրբ առաքյալների լվացմանը վերնատան մեջ։ Ձեր ծոմապահության փոխարեն երկնային կերակուր ձեզ պարգևի եւ ծարավին տոկալու փոխարեն թող անմահական աղբյուրից ջուր ըմպել տա ձեզ եւ ձեր գիշերային տքնության փոխարեն հրեշտակների հետ դասակցի ձեզ եւ ձեր լրակեցության փոխարեն թող անթառամ պսակներով զարդարի ձեզ եւ աղքատների հանդեպ ձեր ողորմածության փոխարեն աչակողմյան դասում բազմեցնի ձեզ։ Արդ, ով Աստվածասեր ժողովուրդ եւ Քրիստոսի հավատացյալներ, պահեցեք Տիրոջ պատվիրանները եւ նրա իրավունքը եւ մի դադարեք եւ մի ձանձրացեք ողորմություն անելուց, քանի դեռ ժամանակը ձեր ձեռքին է, բարին գործեցեք, որպիսի փոխարենը մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսից
հավիտենական կյանք ընդունենք։ Արդ բոլորին բարիքներ պարգևողը թող տա եկեղեցիներին շինություն, քահանաներին ուղղություն, թագավորներին եւ իշխանավորներին վայելչություն, ծերերին մխիթարություն, կրոնավորներին ժուշկալություն, երիտասարդներին ողջախոհություն, մեղքերին թողություն, հիվանդներին բժշկություն, դևերին խորտակում, ախտաժեղտերին առողջություն եւ հոգիներին ու մարմիններին փրկություն։ Արդ լսելով այս հերու վանեցեք ձեր անձերից չարությունն ու խարդախությունը։ Յուրաքանչյուրդ ներեցեք ձեր եղբոր հանցանքները եւ թողեք միմյանց հանդեպ ունեցած թշնամությունն ու չարությունը։ Միայն բարին գործեցեք, սիրեցեք Տիրոջ ամբողջ սրտով եւ նրա կամքը կատարեցեք, բոլոր մարդկանց հետ խաղաղություն ունեցեք, եղեք հեզ ու խոնար, անսալով ձայնին, որ ասում է. Ես որտեղ պիտի բնակվեմ, եթե ոչ հեզերի ու խոնարհների մեջ եւ նրանց մեջ, որոնք երկնչում են իմ խոսքերից։ Փնտրեցեք խաղաղություն եւ արդարության ճանապարհով գնացեք, հուսացեք հավիտյանս հավիտենից եւ Տեր Աստված ամենայնի արարիչը թող հաստատուն պահի ձեզ եւ առատ պարգևներ տա։ Այստեղ եւ հանդերձյալ կյանքում թող արժանացնի ձեզ դասվելու աջակողմյան դասում, ննջեցյալներին ծանոթ ու անծանոթ երկնային արքայությունը պատրաստի, ով օրհնված եւ փառավորված է, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։